Էվելինա Ստեփանյանը Լևոն Մկրտչյանի սրտի ընտրյալը ոչ միայն իր նուրբ գեղեցկությամբ է գրավում, այլև բացառիկ ինտելեկտով, սրտաբուխ խոսքով ու արժանապատիվ պահվածքով։ Նրա մեղմ ձայնը, գրագետ ու մշակութային հարուստ խոսքը բազմիցս արժանացել են հյուրերի և հետևորդների ուշադրությանը, իսկ նրանք, ովքեր Էվելինային մոտիկից ճանաչում են, վստահաբար կհաստատեն՝ այս ամենը պատահական չէ։ Նա ծնվել և մեծացել է մի ընտանիքում, որտեղ սերն ու մարդկայնությունը սերմանվել են ամեն օր, իսկ ընտանիքի հայացքները ձևավորվել են կրթության ու բարոյական արժեքների հիման վրա։ Էվելինայի մայրիկը գեղեցկուհի, հմայիչ և միևնույն ժամանակ ուժեղ մի կին, մասնագիտությամբ մանկավարժ է։ Նրա խորը գիտակցությունն ու կյանքի փորձն անպայման նպաստել են Էվելինայի այնպիսին լինելու ձևավորմանը, ինչպիսին այսօր է։ Եվ ինչպես երևում է, ոչ միայն դստեր կերպարն է արտացոլում մայրիկի դաստիարակության արդյունքը, այլև վերջինիս հրապարակային խոսքը ուղղված հանրությանը լի էր խորամիտ, ազնիվ և սիրառատ մտքերով։ Ամիսներ առաջ, երբ համացանցում սկսեցին տարածվել լուսանկարներ և տեսանյութեր, տարբեր մեկնաբանություններ հնչեցին ինչպես ջերմ ու հիացած, այնպես էլ ցավոք սրտի չարությամբ լի։ Սակայն Էվելինայի մայրիկն ինչպես վայել է իսկական մտավորականին, չդիմեց կոպիտ արձագանքի, փոխարենը նա իր ֆեյսբուքյան էջում գրեց մի գեղեցիկ ու խորամիտ գրառում, որը դարձավ օրվա կարևոր ուղերձներից մեկը։ Սիրելի ընկերներ, բարեկամներ, հարազատներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ։ Այս խոսքերով սկսված գրառումը զարդարված էր խորը երախտագիտությամբ, մաղթանքներով և մարդկային ջերմությամբ։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ուրախացել էին իրենց ընտանիքի երջանկությամբ, շեշտելով, որ Աստծո լույսը և բարիքը բոլորիս մեջ պետք է լինի։ Սակայն նա չմոռացավ նաև անդրադառնալ այն մարդկանց, ովքեր փորձում էին սևացնել ուրախությունը։ Նրա խոսքերը խիստ, բայց խորը իմաստով լի էին, իսկ նեղմիտ, չարոքի, տգետ մարդկանց, ովքեր աշխարհին նայում են իրենց բիրտ հոգիների ու ոգիների կեղտոտ պատուհանից, պարզապես խղճում է։ Այս խոսքը դարձավ համացանցում տարածված ամենաշատ մեջբերվող հատվածներից մեկը։ Մարդիկ ոչ միայն արձագանքեցին գրառմանը հիացմունքով, այլ նաև նշեցին, որ սա իսկական մայր է արժանապատվությամբ, սիրով ու հպարտությամբ լի։ Էվելինան իր ընտանիքից ժառանգել է այդ ազնվությունը, ոճը և մարդկային բարձր արժեքները, որոնք այսօր էլ տեսանելի են նրա յուրաքանչյուր խոսքում, ժպիտում և ներկայության մեջ։ Նա ոչ միայն գեղեցիկ կին է, այլ նաև հզոր անհատ իր տեսլականով, մտածողությամբ և սրտով։ Այս հարսանիքն իր բազմաթիվ գեղեցիկ պահերից բացի հնարավորություն տվեց հասարակությանը ևս մեկ անգամ ճանաչել և գնահատել ոչ միայն նորապսակներին, այլև նրանց ընտանիքները, ամուր հիմքերի վրա կանգնած սեր ու խիղճ կրող արժեքային համակարգի կրողներ։ Նշենք, որ Էվելինա Ստեփանյանն իր հարցազրույցներից մեկում խոսել էր նաև սկեսրոջ մասին, նշելով, որ սկեսուրը ռուս է։ Նա բացառիկ մարդ է, մենք ընկերներ ենք, թե իմ, թե Լևոնի ընտանիքն ասացին՝ դուք առանձին ապրեք, մենք բոլոր հարցերով ձեր կողքին ենք։ Այդ առումով շատ բախտավոր ենք, ես սիրում եմ մեծ ընտանիք, սիրով կապրեի մեծ ընտանիքում, բայց Լևոնի մաման առաջիններից էր, որ ասաց՝ պետք է առանձին ապրենք։ Էվելինա Ստեփանյանը նաև պատմել էր, թե ինչպես Լևոնը նկարահանվեց «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Լևոնին սկզբում ութօրյա նկարահանումներ էին նշանակել, այդ պատճառով համաձայնեց։ Նկարահանման առաջին օրը զանգում ասում է, որ երկարաժամկետ նկարահանում են առաջարկել, ասում եմ՝ հիմա ոչինչ մի պատասխանիր, արի քննարկենք, որոշենք։ Լևոնն ունի դերասանին հատուկ խարիզմա, խոսք և այլ կարողություններ, որոնք աստիճանաբար զարգանում են։ Նրան բեմում տեսել եմ, կրկնակի եմ սիրահարվել։ Համոզեցի Լևոնին, համաձայնեց, առհասարակ հայկական սերիալներ չեմ նայում, բայց «Վերջին զանգն» առաջին սերիայից նայել եմ։ Երբ լավ տեսարան է խաղում, ասում եմ՝ սուպեր, բոլոր դրվագները քննարկում ենք, լավին ասում եմ լավ, վատին վատ։ Իսկ Լևոնն ավելացրել էր՝ փոքրուց միշտ մտածել եմ, որ դերասան եմ դառնալու։ Կանգնում էի հայելու դիմաց ու Ջոնի Դեփի միմիկաներն էի կրկնօրինակում։ Միշտ մտածել եմ, որ պետք է մակարդակ ցույց տամ, իմ խաղով կրթեմ մարդկանց, թե ֆիլմը, թե թատրոնն ինձ համար կրթօջախ են, որտեղից մարդիկ ինչ-որ բան են սովորում։
Նշենք, որ Լևոն Մկրտչյանն աշխատում է նաև ավիաընկերությունում, գնում է օդանավում վաճառվող ապրանքները, եկամտաբեր աշխատանք է, որը ժամանակի ընթացքում սկսել եմ սիրել։ Հիշեցնենք, որ Լևոն Մկրտչյանը հեռուստադիտողներին հայտնի դարձավ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալից։ Դերասանի անձնական կյանքն առավել բուռն քննարկվեց, երբ համացանցում հայտնվեցին նրա և սիրելիի Էվելինա Ստեփանյանի համատեղ լուսանկարներն ու տեսանյութերը։ Իսկ այսօր նրանց հարսանեկան արարողությունն էր, որի ներկա էին նրանց ընկերները, հարազատները և իհարկե գոլեգաները։ Հարսանիքն անցավ ուրախ ու հետաքրքիր մթնոլորտում, ջերմ հարսանիքից կադրերը հրապարակվեցին ու տարածվեցին տեսանյութում։ Մենք ևս մեկ անգամ միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու այս գեղեցիկ զույգին հարատև սեր ենք մաղթում։ Եվ իհարկե ցանկանում, որ Լևոն Մկրտչյանը նկարահանվի ոչ միայն «Վերջին զանգը» հեռուստասերիալում, այլ շատ առիթներ ունենանք նրա ներկայությունը վայելելու հեռուստաէկրաններին։